որ հերկինս ես, Սուրբ Երեցի անուն քո, եկեսցե արքայությունն քո, եղեցին կամք քո, որպես հերկինս եւ եկրի, ըսված մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարեն, Սիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, ըստ բարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո համենայն ժամ։ Իջար խորհրդոց իբանց եւ գործոց փրկյաս մեզ եւ ողորմյա քո արարածոց եւ մեզ բազմամեղացս ամեն։ Այսօր կատարեցինք եկեղեցում կամ որոշ եկեղեցում դեռ պիտի կատարեն ապաշխարողներին, մեղավորներին ապաշխարության կանչելու կարգը, ու հետաքրքիր է, որ այս կարգի մեջ ընդգրկված է երկու ավետարան, այսինքն Ղուկասի ավետարանից երկու հատված, որը որ հենց նույն գլխի միջից, Ղուկասի 15-րդ գլխի երկու մասերն են, որը որ ներկայացնում է 3 առակ, մեկը այսինքն երկուսը կորած դրամի եւ ոչխարի առակները եւ մյուսը անառակ որդու առակը, որը որ ոմանք նաեւ կոչում են կորած որդու առակը։ Ապաշխարության գաղափարի շատ գեղեցիկ, շատ ընդգրկուն ներկայացում, որովհետեւ հենց անառակ որդու առակը հիմնականում ավելի ճիշտ ոչ թե այդ երկու առակները, ոչ միայն այդ կորած դրամի, կորած ոչխարի առակները, այլ ավելի շատ հենց անառակ որդու առակն է, որ ներկայացնում է ապաշխարության գաղափար իր գեղեցկության մեջ։ Ավելի հանգամանալից քննենք այս առակի իմաստով, առակի ընդգրկումով ապաշխարության գաղափարը։ Նախ մի հատ բացենք Ղուկասի ավետարան, գլուխ 15, 13, 14, 15։ Ուրեմն կարդանք նախ եւ առաջ։ Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրան մոտ էին, որպեսզի լսեն նրան։ Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին եւ ասում, ինչու է սա ընդունում մեղավորներին եւ ուտում նրանց հետ։ Եվ Հիսուս նա նրանց այս առակն ասաց. Ձեզնից ով է այն մարդը, որ երբ 100 ոչխար ունենա եւ կորցնի նրանցից մեկը, անապատում չի թողնի 99-ին եւ չի գնա կորածի ետևից, մինչեւ որ գտնի այն։ Եվ երբ գտնի, կդնի այն իր ուսերի վրա, խնդությամբ եւ կգնատուն, կկանչի բարեկամներին եւ հարևաններին ու նրանց կասի. Ուրախացրեք ինձ հետ, որովհետեւ գտա իմ կորած ոչխարը։ Ասում եմ ձեզ, որ այդպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որ ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Կամ ով է այն կինը, ով որ 10 դրամ ունենա եւ մի դրամ կորցնի, ճրակ չի վառի եւ չի ավլի տունը փութով եւ չի փնտրի, մինչեւ որ գտնի։ Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին եւ հարևաններին ու կասի. Ուրախացեք ինձ հետ, որովհետեւ գտա իմ կորցրած դրամը։ Ասում եմ ձեզ, Աստծո հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է։ Հիմա այս երկու առակները, որ կարդացի, տեսնում ենք մի օրինաչափություն։ Նախ եւ առաջ ասում է, որ 99 ոչխարներ մնացին, մեկի ետևից գնաց, եւ ապա 10 դրամներ, 9 դրամը գտնված, մի դրամը կորած։ Այսինքն օրինաչափությունը հետեւյալն է, որ սկզբից շատ է, շատից մեկն է կորում, 100-ից մեկը, ապա 10-ից մեկը։ Եվ օրինաչափությունը շարունակելով մյուս առակը արդեն, որ պիտի անցնենք առաջ, կորած որդու առակը 2-ից մեկն է կորում։ Այսինքն ավելի գնալով ավելի մեծանում է կորածի գինը, կորածի արժեքը։ Մենք որպեսզի լավ պատկերացնենք այս 10 դրամների մեջ ոչ թե սովորական դրամներ էին սրանք, այլ ըստ մշակույթի, ըստ իրենց
ադածների հրական այնպիսի դրամներ էին, որոնք որ ծիսական նշանակություն ունեին, այսինքն երբ որ մեր մոտ էլ երբեմն կտեսնենք տարազի մեջ, որ հարսը իր ճակատին կրում է մի զարդ, որի վրա դրամներ են կախված եւ նույնպիսի զարդի մի մաս է կորում փաստորեն դրամներից մեկը, որը որ զարդը կորցնում է իր տեսքը եւ նաեւ նշանակությունը կամ իր շուքը։ Դրա համար 10 դրամ ասելով, եթե ասում ենք քիչ փող է, բայց իրականում մեծ նշանակություն ունեցող զարդ է։ Եվ ոչխարների եւ հովվի համեմատությունն էլ պարզ է, որ շատ դեպքերում է օգտագործվում ավետարանի մեջ հովիվ եւ ոչխարները ինչքանով կարեւոր էին հովվի համար ոչխարները եւ Հիսուս ինքը հենց իրեն համեմատում է հաճախ հովվի հետ, ով որ ճանաչում է իր ոչխարներին, ոչխարները իրեն ճանաչում եւ հոգ է տանում, ոչ թե վարձկան է, ինչպես որ վարձկանը տեսնում է գայլը, որ գալիս է ոչխարներին բարձի թող է անում, փախչում է, ասում է Հիսուս այդ լավ հովի օրինակ է մեզ համար հանդիսանում։ Ասնելով եւ երկու առակների մեջ էլ հետաքրքիր մի տող է, որ կրկնվում է, ասում է եւ այսինքն գաղափարն է կրկնվում, որ գտնում է ուրախանում է, կանչում է իր հարևաններին, մոտիկներին, բարեկամներին եւ նրանցից սկսում է ուրախություն անել։ Երրորդ առակը ավելի լայնածավալ է եւ մի փոքր տարբերվում է մյուսներից, նաեւ հենց սկիզբը։ Եթե այս երկու առակները իրար կապված են կամ շախ կապով, այսինքն ասում է, որ կամ ով է ձեզնից այն կինը, ով որ կորցնի դրամները, իսկ այստեղ ասում է եւ ասաց մի մարդ երկու որդի ուներ, այսինքն որպես շարունակություն է գնում, բայց այնպես չի կապվում ինչպես երկու առակները իրար հետ։ Սա ինչի համար է արված, որ Հիսուս իր խոսքը ուղղում է երկու լսարանի։ Նախ եւ առաջ ինչ ենք տեսնում, որ իր կողքին մաքսավորներ, մեղավորներ էին եւ նաեւ փարիսեցիներ ու օրենսգետներ, այս երկու լսարաններն էին եւ եթե երկու առակների մեջ, այս առաջի երկու առակների մեջ ասում է ով է ձեզնից այն մարդը, որ կորցնի, փարիսեցիները կարող էին կարծել, թե իրենք էին կորցնողները կամ իրենք իրենց նույնականացնեին հովվի կամ այդ կնոջ հետ եւ որպեսզի այդ նույնականացումը երրորդ առակի մեջ չլինի, որպեսզի փարիսեցիները իրենց Աստծո հետ կամ այդ հոր կերպարի հետ չնույնականացնեն, ասում է երրորդ դեմքով, ասում է մի մարդ երկու որդի ուներ։ Ասում է մի մարդ երկու որդի ուներ, նրանցից կրտսերը հորն ասաց. հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Տեսնում ենք, որ որդին մոտենում է հորը եւ ժառանգությունն է խնդրում։ Հոր դեռ ողջ լինելու, կենդանի լինելու ժամանակ։ Սա ինչ է նշանակում, որ որդին արդեն իսկ համարում է հորը մահացած։ Հորը իր համար արդեն գոյություն չունեցող, որովհետև գիտենք, որ ժառանգությունը բաժանվում է մահվանից հետո։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ինչու է հայրը բաժանում ունեցվածքը իրենց։ Այսպիսի բան հնարավոր է, թե ոչ։ Եթե քննենք հիմնականում հրեական օրենքը, ես որ քննել եմ, տեսել եմ, որ այդպիսի սովորություն եղել է։ Ճիշտ է, շատ հազվադեպ, բայց եղել է, բայց շատ ամոթալի եւ դատապարտելի երևույթ էր դա։ Թեկուզ եւ օրենքով սահմանված նաեւ, որ կենդանության օրոք ժառանգությունը բաժանվեր։ Նույնիսկ ժողովող գրքի մեջ էլ եւ երկրորդումն օրինած, չէ, ժողովողի մեջ չէ, երկրորդումն օրինած գրքի մեջ էլ դատապարտվում է այդ երևույթը, հիմա տողեր անգիր չեմ հիշի, բայց դատապարտող հենց այդ երևույթին
տողեր կան, որ եթե մեկը այդպիսի բան անի, որդիներից մեկը մոտենա հորը ժառանգություն խնդրի, դատապարտվում է։ Եվ օրենքը ինչ էր ասում, որ եթե բաժանվում է այդ դեպքում ունեցվածքը, հետևյալ կերպ է բաժանվում, նախ եւ առաջ մեծ մասը, 2/3-ը տրվում է ավագ որդուն եւ ապա մնացած 1/3-ը տրվում է կրտսեր որդուն։ Եվ ոչ միայն դրամի մասին է խոսքը, այլև ամբողջ ունեցվածքի, լինի դա տուն, կենդանիներ, ագարակ կամ այլ որևէ ունեցվածք, անշարժ կամ շարժական գույք ասել։ Եվ ամբողջը փաստորեն հայրը բաժանեց նրանց, ասում է, եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց, այսինքն նրանց բառ ասելով հենց ավագ որդուներ տվեց, կրտսեր որդուներ տվեց, ըստ իր ունեցվածքի, բայց քանի որ հայրը շարունակեց ապրել այդ ունեցվածքը, որ ավագ որդուն տրված էր, շարունակեց ինքը դեռ տնօրինն էլ, դեռ իշխանություն ուներ այդ ունեցվածքի վրա։ Հետագայում առակի վերջում կտեսնենք, որ այդ իմաստը, այդ գաղափարը վեր է գալիս։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց, քիչ օրեր հետո կրտսեր որդին փողի վերածելով ամենը գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետեւ անառակ կյանքով էր ապրում։ Այսինքն տեսնում ենք, որ այդ ամենը ասելով այդ տունը, տան 1/3-ը, ագարակը, կենդանիները վաճառեց, տվեց ուրիշների եւ փողի վերածելով վերցրեց տարավ իր հետ։ Հիմա պատկերացրեք, մեկ տուն է, հողատարածք է, որ ամբողջական մարդը ունի, մեկ էլ տան 1/3-ը տրվում է հարևանի։ Այսինքն տան ամբողջականությունն էլ, այդ ագարակի ամբողջականությունն էլ է խախտվում, այսինքն ամբողջական այդ խաղաղություններ տան կարող է խառնվել, անհարմարություն է ստեղծվում։ Եվ վերջի վերջո հայտնի է դառնում այս խայտարակությունը ամբողջ համայնքով մեկ, որ բոլորը իմանում են այդպիսի գործարքների, այդպիսի երևույթի մասին, որ կատարվեց։ Եվ ասում է, որ ապրեց անառակությամբ։ Հիմա Ղուկաս ավետարանիչը մեզ ասում է, որ ապրեց անառակ կյանքով, վատնեց ամեն ինչը, եւ հենց այստեղից է, որ առակի անունը շատերը ասում են անառակ որդու առակը, բայց որ նայենք հիմնական գաղափարը ամբողջական տեսանկյունով անառակ անունը ավելի շատ այս ասականը ավելի շատ սազում է ավագ որդուն, որովհետև վերջի վերջո կտեսնենք, որ ավագ որդին ավելի անառակ գտնվեց, քան կրտսեր որդին։ Հիմա ասում է, եւ երբ ամեն ինչ սպարեց, այլ երկրում սաստիկ սով եղավ, եւ նա սկսեց չքավոր դառնալ։ Այդ երկիր, որ ասում ենք, այդ երկիր ասելով Պաղեստինը, Հրեաստանը, որ պատկերացնենք, հիմնականում անապատ երկիր է, անապատական չոր ցամաքային կլիմա է եւ հույսը, ամբողջ հույսը դրվում է անձրևների վրա, որպեսզի անձրևներ տեղան, քամին գա դեպի, ասենք արևմուտքից քամին գա, ծովից ամպեր բերի եւ անձրև տեղա երկրի վրա, որպեսզի հողը պտուղ տա, կենդանիները ջուր ունենան խմելու, սով չլինի երկրում, բայց այնպես է պատահում, որ այդ ժամանակ բարեբեր չի լինում այդ եղանակը եւ սով է լինում, սով է տիրում երկրում, ինչը որ սովորական նաեւ կարելի ասել մարդիկ սովոր են, որ այդպիսի բան հնարավոր է որ լինի։ Եվ նա սկսեց չքավորել։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին եւ սա ուղարկեց նրան իր ագարակը խոզեր արածեցնելու։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին։ Հիմա այս քաղաքացիներից մեկը, եթե տեսնում ենք, որ խոզեր է արածեցնում, ուրեմն վստահաբար կարող ենք ասել, որ հրեա չի այս մարդը։ Հրեայի համար ըստ մոսիսական օրենքի խոզը համարվում է պիղծ կենդանի եւ նա չի կարող այդ խոզը ուտել։ Բնականաբար արածեցնել էլ
իմաստ չունի, ոչ միայն իմաստ չունի, այլ նաև ամոթալի է հրյայի համար խոզեր ազդեցնելը, պիղծ կենդանու հետ գործ ունենալը։ Եվ ուրեմն եթե հրյա չի, ուրեմն հեթանոս է, եւ ինչի համար է այդ խոզերը արածեցվում, որպեսզի ինչ որ մեկին տա ուտելու, ում համար ուտելիք դառնան այդ խոզերը, հրյան չի կարող ուտել, ուրեմն հռոմեացիների, այսինքն նրանց, ովքեր որ երկիրը այդ ժամանակ գրավել էին եւ Հրեաստանը Հռոմի լուծի տակ էր, հռոմեացի զինվորներն էին այդ խոզերը ուտողները, փաստորեն այս որդին գնում է ոչ միայն ծառայության է անցնում հեթանոսի մոտ, որը արդեն իսկ խայտարակություն է, արածեցնում է խոզեր, որը որ ավելի խայտարակություն է, խոզեր է արածեցնում ում համար, իր թշնամու զինվորների համար, որը որ ավելի ու ավելի գցում է իր, այսպես ասած, ավելի խորացնում է խայտարակությունը։ Եվ դեռ ավելին ասում է, որ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերուն ու պտղով, որ խոզերն են ուտում, բայց ոչ ոք նրան այդ չէր տալիս։ Հիմա խոզերի ուտելիքներ է ուզում ուտել, բայց նրան նույնիսկ դա չեն թույլ տալիս, որ ուտի։ Հիմա այդ եղջերուն ու պտղի մասն էլ մի բան ասեմ։ Հետաքրքիր է, որ եղջերնին այն ծառն է, որը որ թեկուզ եւ շատ չոր եղանակ լինի, անապատային վիճակ լինի, բայց ինքը իր խոր արմատների, իր դիմասկունության շնորհիվ տալիս է պտուղ։ Եվ այդ պտուղը շատ դառնահամ մի պտուղ է, որ նույնիսկ հիմա մարդիկ ուտում էին այդ այն ժամանակ, եւ որ ուրիշ ուտելիք չկար։ Եվ մի այսպիսի ասացվածք ունեին հրյաները այն ժամանակ, ասում է, որ եթե հրյան հասել է այն վիճակի, որ ստիպված է ուտել եղջերնու պտղից, ուրեմն հասել է նրա ապաշխարելու ժամանակը։ Այսինքն եղջերնին, այդ եղջերնու պտուղը համարվում է ապաշխարության ծառ, եթե կարելի այդպես ասել, ապաշխարության պակայանի, ապաշխարություն բառը, հենց պակայանի բառն է, այսպես է դրան է կանդրադառնում։ Եղջերնի ռուսերեն չեմ կարող ասել, բայց կարող եմ նկարագրել ծառը, մի ծառ է, որ լոբու նման պտուղ է տալիս, կանաչ լոբու նման։ Կարծեմ նման ծառեր պետք է որ լինեն, եւ երբ որ եղջերնին նոր է պտուղը տվել, կանաչ է այդ պտուղը, շատ կոր չէ, բայց գնալով, երբ որ այն չորանում է, դառնում է շագանակագույն պինդ մի պտուղ է դառնում, որը որ եւ դառնահամ է եւ նաեւ նման է կենդանու եղջյուրների, այսինքն կովի եղջյուրներին է նման, պոզերին է նման, դրա համար եղջերնի է կոչվում։ Կերատոս սիլիկվա, կարծեմ այդպես է կոչվում լատիներեն, սիլիկվա, կերատոս սիլիկվա է կոչվում այդ ծառը։ Որ հարցերից մի բան էլ ասեմ, այդ ծառի պտուղը հետաքրքիր մի ուրիշ տեղեր ենք հանդիպում, այս ծառի մի ուրիշ անուն էլ կա, մարախ է կոչվում։ Եվ Հովանես Մկրտչի մասին խոսելիս, որ ասում է Հովանես Մկրտչի կերակուրն էր անապատում մորեղ եւ վայրի մեղր, հիմա այս մորեղ բառը ձայնավորների փոփոխությամբ դառնում է մարախ, որը որ գրափար որոշ բնակրերում հենց այդպես է գրված է մարախ եւ վայրի մեղր։ Հիմա տրամաբանորեն եթե նայենք, Հովանես Մկրտիչը քարոզում էր ինչ, քարոզում էր ապաշխարություն, ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Ինչու հենց դա էր ուտում, որովհետև ինչպես որ ասեցինք, այդ ծառը ասոցացվում էր որպես սիմվոլ ապաշխարության հետ։ Այդ ակացիա է ռուսերեն, ակացիա։ Ակացիայի բաները սպիտակ են։ Ես ակացիան
այսքան չեմ պատկերացնում։ Հա, ակասիան, չեմ կարող ասել։ Բայց օրինակ այդ ծառի մասին, եթե նայում ենք այդ ծառի անունը հաճախ Վիկիպեդիայի մեր կարգում կա, որ կոչվում է Հովհաննեսի ծառ։ Հովհաննեսի ծառ է կոչվում։ Հենց այդ մտքով, որ Հովհաննես Մկրտչի կերակուրն էր։ Տրամաբանորեն էլ նայում ենք, որ Հովհաննես Մկրտիչը չպիտի ընկներ մորեխներ բռներով մանգար, մորեխներ ուտեր, այլ մարախ, այդ ծառի պտուղը պիտի ուտեր եւ վայրի մեղր։ Ապաշխարության քարոզ որպես այդպես էլի։ Հիմա դա տալիս են խոզերին, խոզերը ուտում են, ինքը անառակ որդին նայում էր այդ ուտելիքին, ուզում էր ուտել, բայց ոչ ոք իրեն չէր տալիս։ Ու հետաքրքիր է, որ նաև այդ ուտելիքը երևի թե նաև հենց այդ սիմվոլը որպես ապաշխարության նայելով այդ ուտելիքին ինքը ուշքի եկավ, ասում է, չէ՞, այստեղ ավետարանի մեջ։ Ցանկանում էր որովայնը լցնել եղջերու պտղով, որ խոզերին էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս, ապա խելքի եկավ եւ ասաց. Քանի վարսկաններ կան իմ հորտանը, որ առատ հաց ունեն եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Իմ ասում է խելքի եկավ։ Այստեղ կան ձեր նաեւ տված հարցին թե ինչ է ապաշխարությունը։ Խելքի գալ։ Եթե նայենք հունարեն բառը ապաշխարության մետանոիա, մետանոեո, որ նշանակում է մտքի փոփոխություն, մտքի վիճակի փոփոխություն։ Այսինքն խելքի գալ, որ մարդը տեսնում է իր վիճակը, տեսնում է իր անկած վիճակը, ընկած վիճակը եւ այդ վիճակը փորձում է փոխել, ուշքի է գալիս եւ բռնում է ճիշտ ճանապարհը, նորից դեպի ճշմարտություն, նորից դեպի հայրական տուն, ինչպես այս պարագայում է։ Հետաքրքիր մի բան էլ հիշեցի, որ եբրայերենում ընտանիք բառը կոչվում է բեթ ավ, հոր տուն, այսինքն հոր տունը ընտանիք է, այսինքն ընտանիք բառը հոր տունն է, եւ ընտանիք վերադառնալ է ուզում նա, ուզում է վերադառնալ ընտանիք, որտեղ որ նույնիսկ վարսկանները, ովքեր որ տանը ծառայում են, առատ հաց են ուտում, առատ ուտելիք ունեն, հորտուն հայրը այնպես է կերակրում վարսկաններին, կարծես ընտանիքի անդամներ լինեն։ Եվ ասում են, որ գնամ, ինչև է, արդեն որդիությանս վիճակը կորցրել եմ, արժանի չեմ որդի լինել, գնամ որպես վարսկան ընդունվեմ, գոնե այդպես ծառայեմ, հիմա ստեղ եմ վարսկան, հայտարարակ վիճակի մեջ հեթանոսի մոտ եմ ծառայում, խոզ եմ պահում, գնամ իմ հորտունը վարսկան լինեմ, ավելի լավ է, ավելի լավ կլինի իմ համար։ Ու այդպես որոշում է, որ պիտի վերքենա գնա ու այսպիսի խոսքեր ասի։ Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ եւ այլևս արժանի չեմ լինել քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո վարսկաններից մեկը։ Հիմա այս տողերը հիշենք, որ ասում է մեղանչեցի երկնքի դեմ քո առաջ, արժանի չեմ քո որդին լինելու, վերցրու ինձ իբրև վարսկաններից մեկը։ Այս միտքը ունենալով, այս խոսքերի իր մեջ կարծես անգիր կրկնելով, որոշում է, որ գնա եւ հոր մոտ արտասանի։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ եւ միշտեր հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթած։ Վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Նորից համեմատություն հասկացնենք։ Առաջի երկու առակների, կորած ոչխարի եւ կորած դրամի առակների եւ այս առակի միջև։ Եթե առաջի երկու առակների մեջ կորցնողը ինքը վերցնում է, այսինքն ելնում է, գնում է կորածը փնտրելու, հովիվը գնում է ոչխարին փնտրելու, կինը դրամը փնտրելու, ապա այստեղ հայրը չի գնում որդուն փնտրելու, չի գնում այն օտար երկիրը կամ այն երկիրը, որտեղ որ գնացել է, որդուն վերադարձնելու համար։ Բայց շատ կարևոր մի հանգամանք կա այստեղ, որ այդ առաջի երկու կորածները անշունչ ու անբան էին, ինչպես որ Շնորհք Պատրիարքն է ասում,
իր գրքի մեջ ոսկե շղթան, մեծ պահքի կիրակների ոսկե շղթան գրքի մեջ ասում է առաջի երկուսը անշունչ եւ անբան էին եւ երրորդը բանավոր է ողջ է մարդ է դրա համար այդ առաջին երկուսի դեպքում գնում է կորցնողը փնտրելու իսկ երրորդի բaragայում չի գնում բայց ոչ թե արհամարում է այլ սպասում է վերադարձի մենք ինչպես ենք վստահ որ սպասում է որովհետև ասում է եւ մինչդեռ հերու էր տեսավ նրան եթե մարդը չսպասի ասենք վերջին պահին կնկատի որ ինչ-որ մի բան կատարվել է որ եկել է որդին կողքը կլինի եւ տեսնի որ վայ եկար բայց եթե տեսավ հերվից ուրեմն հայացքը հերվին սպասում է որ գալու է եւ այդ սպասումն է որ կարեւոր է ապաշխարության գաղափարի իմաստի կարևորության տեսանկյունից որ հայրը Աստված միշտ սպասում է մարդու ինքնակամ վերադարձի մարդու ապաշխարության ու ոչ միայն սպասում է այլև ակտիվ է սպասում ակտիվ սպասել է նշանակում մենք եթե վերհիշենք մի նկար Միքելանջելոյի Սիքստինյան կապելայի վրա նկարված Աստծո եւ մարդու հանդիպումը կոչվում է որ Աստված երկնքից ձգվում է դեպի Ադամը դեպի մարդը եւ Ադամը փլված վիճակում մի բոլոր մկանները թուլացած հակադրություն կա երկու կերպարների մեկը մկանները լրիվ ձգված դեպի մարդը մյուսը բոլոր մկանները թուլացած բայց հետաքրքիր մի գաղափար է դրել Միքելանջելոն այդ նկարի մեջ որ մատի այս վերջին Ռաֆայելինն է կարծեմ Միքելանջելոն Ես ունեմ տանում հա հիմա եթե այդպես է հեղինակը ուրեմն ասենք Ռաֆայել մատի վերջին այս հոդը եթե մարդը մենակ այդ հոդը շարժի մարդու Աստծո մատերը կկպնեն իրար միայն մի շարժում է պետք մի հոդ է պետք շարժել մի մկան հիմա այդ մկանը եթե շարժվի մարդու ինքնական կարելի ասել վերադարձը կլինի Աստծո մոտ կապը Աստծո հետ կհաստատվի Կապելան Միքելանջելո Սիստինյան Մադոննա Ռաֆայելն Մադոննայի մասին չի խոսքը չէ Կապելան Արաստաղի վրա նկարների մասին այո հիմա վերադառնալով առակին ասում է որ տեսավ նրան եւ վազեց նրան ընդառաջ ու ընկավ նրա պարանոցով վազել բարին այստեղ անդրադառնանք ինչու է շեշտում վազելը պատկերացնենք հրեական այդ զգեստը այսինքն հոր զգեստը որ հիմա նման է մեր քահանայական զգեստին օրինակ հիմա որ նայում ենք մինչև ոտքերը ձգված են եւ վազելու համար մարդը չի կարող շատ արագ վազել որովհետեւ շորը կփաթաթվի ոտքերին կընկնի դրա համար պետք է մարդը բարձրացնի եւ վազի եւ հաճախ հрьяաները այդ մեծ երկար շորի տակից կարելի ասել այլ շոր տաբատ չէին հագնում ոտքերը մերկ էին եւ այդ շորը ամբողջովին ծածկում էր մերկությունը իսկ մերկությունը մերկ ոտքերը իցույց դնելը խայտարակություն էր որը մինչեւ հիմա ես դեռ Հոլանդիայում եղած ժամանակ մի հնդիկ հոգեվորականի հետ խոսելիս իմացել եմ որ Հնդկաստանում էլ հիմա այդ սովորությունը պահվում է որ երբ որ սովորական մարդիկ, ասենք, սովորական այսպես զգեստներ հաղթում են սովորական մարդիկ էլ տեսնում են քահանա է մոտենում, եթե ոտքերը բաց է, ասենք բարձրացած է շորը, հարմարության համար, անպայման պիտի ծածկեն։ Հարգանքի որպես նշան, որպես պատվի նշան, պիտի ոտքերը ծածկված լինի։ Եվ քանի որ հայրը վազեց,
ուրեմն շորը բարձրացրեց վերև, ոտքերը բացեց եւ այդ պատիվը, որ ունի հայրը, այդ մարդը շրջապատում, կարծես այդ պատիվը իր համար ոչինչ դարձրեց, հանձնարավ խայտարակությունը իր որդուն տեսնելու ուրախությանը ի հակառակ։ Այդ անգամ ուրախացավ, որ այդ պատի մասին չմտածեց նույնիսկ։ Վազեց, ընկավ իր պարենոցով, իր որդու պարենոցով եւ համբուրեց նրան։ Հիմա վերադառնանք այն խոսքին, թե ինչ էր որոշել որդին ասել հորը եւ ինչ ասաց։ Եվ որդին ասաց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս աժենե չեմ քո որդին կոչվելու։ Տեսնում եք, որ կիսատ մնաց խոսքը։ Այլևս աժենե չեմ քո որդին կոչվելու, ինչ է շարունակությունը։ Ինձ վերցրու իբրև քո վարձկաններից մեկը։ Հայրը չի թողնում, որպեսզի որդին շարունակի իր խոսքը։ Չի թողնում, որպեսզի խնդրի որպես վարձկան ինքը դառնալու համար, այլ ընդհատում է, ասում է անիմաստ բաներ մի խոսը։ Կարելի ասել այսպես, որ եւ միանգամից շրջվում է եւ իր ծառաներին հրամայում է, ասում է անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը եւ հագցրեք նրան, մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին կոշիկներ, բերեք պարարտրել եզը, մորթեցեք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Ուրախության մեծ նշան, որ հայրը որդիական պատիվը իր որդու վերականգնում է։ Պատմուճան, մատանի եւ կոշիկներ։ Այս երեքն էլ այն սիմվոլներն էին, այն իշխանություններ, որ վարձկանը իրավունք չուներ տանը հագնելու։ Պատմուճանը նախկին պատմուճան է կոչվում եւ նախկին ասելով ըստեղ երկու իմաստ կարելի հասկանալ։ Այն պատմուճանը, որ այդ որդին նախկինում հագնում էր եւ նախկին բառը ըստեղ նուրբ մի իմաստ կարող է ունենալ ամենալավ պատմուճաններ, որ տան եղած ամենագեղեցիկ, ամենազարդարված, ամենալավ պատմուճաններ, ասում է բերեք, տվեք որդուն։ Երկու դեպքում էլ շատ գնահատելի եւ շատ պատվավոր մի պատմուճան։ Մատանին ինչ է։ Իշխանություն, այո, որ մատանու վրա կնիք է լինում։ Եթե թագավորները ինչ որ բան են ուզում կնքել, այդ մատանու վրա եղած կնիքով են կնքում, մատանի այդ կնիքը մատանին իշխանության խորհրդանիշն է։ Եվ կոշիկները նույնպես եւ այդ կոշիկները նույնպես որդի տան ընտանիքի անդամ լինելու մասին է խոսում։ Ծառաները, վարձկանները իրավունք չունեն կոշիկ հագնելու տանը եւ ընդհանրապես կոշիկ հագնելը ազատության խորհրդանիշն էր համարվում հрьяաների մեջ։ Ազատություն եւ լսել եմ ու վստահ եմ նաեւ որ ճիշտ է, որ աֆրիկական որոշ ցեղերից մեկում այսպիսի երգ էլ կա, որ Իրանի այն օրը, որ նույնիսկ կոշիկներ կհագնենք այդ տողերով մի երգ ունեն, որ երազանք է ազատության, որ կոշիկ հագնելով ազատ է մարդը։ Հիմա մենք բոլորս կոշիկներ ենք հագնում ազատության նաև խորհրդանիշ է։ Բայց չեն գնահատ։ Ազատություն է, հա։ Մորթեցեք պարարտ եզը, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր, կենդանացավ, կորած էր եւ գտնվեց եւ սկսեցին ուրախանալ։ Այն նույն ուրախության գաղափարն է, որ առաջի երկու առակների մեջ էլ կար։ Հիմա նորից այս գաղափարը հասնում է նորից այն կետի, որ կորած էր գտնվեց եւ նորից ուրախանում են։ Կորած մարդը գտնվեց։ Հիմա որոշ մարդիկ բաժանում են այս առակը 3 մասի եւ այստեղ սկսվում է երրորդ մասը
որոշ մարդիկ էլ բաժանում են երկու մասի եւ այստեղից սկսվում է ըստ դրա երկրորդ մասը։ Առաջ եթե 3 մասի բաժանելու լինենք, առաջին մասը լինում է կորած որդու այսինքն կրսեր որդու հեռանալը տնից, երկրորդ մասը հոր ընդունելությունը, երրորդ մասը ավագ որդու մասին պատմող հատվածը։ Եթե երկու մասի բաժանենք, կստացվի կրսեր որդու մասին պատումը եւ ավագ որդու մասին պատումը։ Հիմա այստեղ 24-րդ համարից սկսվում է ավագ որդու մասին պատմությունը։ Ասում է եւ իսկ նրա 25-րդ համարից եւ իսկ նրա ավագ որդին ագարակում էր եւ միշտ գալիս էր եւ տանը մոտեցավ, լսեց երգերի ու պարերի ձայնը եւ իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե այդ ինչ է։ Եվ սա նրան ասաց. քո եղբայրը եկել է եւ քո հայրը մորթեց պարատ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Տեսնում ենք, որ այդ ավագ որդին, որ աշխատանք էր անում, ծառայում էր, այսպես ասած, չէր գնացել ունեցվածքը վատնելու, այլ մնացել էր տանը, թեկուզ եւ ամբողջ ունեցվածքը իրեն տրվել էր արդեն, բայց ինքը ճակատավոր հավատարիմ էր։ Հորը մնացել էր տանը եւ տան հոգսն էր հոգում, գնում էր աշխատանքի, գալիս էր տուն եւ այդ վիճակի մեջ էր։ Բայց երբ որ լսում է իր եղբոր վերադարձի մասին, չի ուզում տուն մտնել, բարկանում է եւ հայրը դուրս է գալիս նրան համոզելու։ Նորից հայրը դուրս է գալիս իր որդուն ընդառաջ։ Տեսնում ենք, որ ասում է, այստեղ մի հետաքրքիր բան ես ասենք, որդին պատասխանեց եւ ասաց հորը. այսքանի տարի է որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել, ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի, երբ եկավ քո այդ որդին, որ քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր։ Քո այդ որդին ասում է, ոչ թե ասում է իմ եղբայրը եկավ։ Ծառան ինչ ասաց հիմա, որ հարցրեց ինչ ուրախություն է սա, ինչ ձայներ են, ծառան ասաց քո եղբայրը եկել է եւ քո հայրը մորթեց պարարտ եզը։ Ինքը հասկացավ ում մասին է խոսքը, եղբոր մասին է խոսքը, բայց ինքը հրաժարվում է իր եղբորը եղբայր կոչել։ Ասում է քո այդ որդին, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, չի ընդունում իր եղբորը որպես եղբայր։ Եվ բարկանում է նաև այն բանից, որ փաստորեն հայրը այն ունեցվածքից, որը որ արդեն միասին է կիսում, իրենն է կարելի ասել, այդ ավագ որդունն է, այլևս հորինը չի, հայրը իր ունեցվածքի ամենալավ կենդանին, պարարտ եզը մորթեց, որը որ Եվի պահում էին ամենալավ մի մեծ առիթի համար, հարսանիքի կամ որևէ այլ մեծ ուրախության համար։ Ինչա հերիք չի իր համար տխրություն է, բարկություն է, որ այդ որդին եկել է, եղբայրը եկել է, հələ մի բան էլ այդ ամենալավ կենդանին մորթել է հայրը։ Բողոքում ասելով մի հատ ուլ չտվեցիր, որ ես ուրախություն կազմակերպեմ, իսկ հիմա պարարտ եզն ես մորթել։ Պարարտ այսինքն մեծ արդեն ծանր, որ մեծ լիքը միս ունի, որ կարելի է մի մեծ սեղան գցել, բոլորով ուրախանալու համար։ Հայրը նրան ասաց, որդյակ, դու միշտ ինձ հետ ես եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է։ Այստեղ տեսնում ենք այդ գաղափարը, որ այն ինչ որ հորինն է, որդունն է եւ հակառակը։ Բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այդ եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Այստեղ ավարտվում է առակը ու մենք չենք տեսնում վերջի վերջո
որդին մտավ տուն, թե չմտավ տուն։ Մտավ ընտանիք, թե չմտավ ընտանիք։ Եվ հենց այստեղ է, որ ամբողջ անարակ լինելու գաղափարը փոխվում է հենց ավագ որդու վրա, սևեռվում է անարակությունը ավագ որդու վրա, որովհետև եթե կրսեր որդին վերջի վերջո ուշքի գալով իր վիճակը փոխում է, մտքի վիճակը եւ հոգու վիճակը փոխում է, իսկ ավագ որդին մնում է այն վիճակի մեջ, որի մեջ որ կար, չի փոխում, չի ապաշխարում։ Հիմա վերադառնալով առաջի տողին հենց, ասում է, եւ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրան մոտ էին, որպես լսեն նրան, փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին եւ ասում. այս առակին նայելով, ինչ ենք հասկանում, ովքեր էին մաքսավորներն ու մեղավորները, ովքեր էին փարիսեցիներն ու դպիրները։ Մաքսավորներն ու մեղավորները խորհրդանշում են այս առակի մեջ կրսեր որդուն, փարիսեցիներն ու դպիրները խորհրդանշում էին ավագ որդուն, որովհետև փարիսեցիները համարում էին այդ մարդկանց, ում հետ որ Քրիստոս սեղան էր նստել, ուրախություններ անում, անարժան, այսինքն արժանի չէին այդ մարդիկ, որպես իրենց հետ ուրախություն կիսեին, ըստ փարիսեցիների, բայց ապաշխարության այս գաղափարը գալիս է այն բան, Հիսուսի այս միտքը, որ պատմեց, փորձում են հասկացնել փարիսեցիներին ու դպիրներին, որ ոչ ոք անտեսված չի Աստծո առաջ, այլ Աստված ցանկանում է բոլորի փրկությունը եւ ինչ է ասում, չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Նույն գաղափարը ուրիշ տեղ ասում է, առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ Մեր հասկացողության մեջ մենք երբ որ տեսնում ենք մեկը մարդասպան է, գող է, ավազակ է, մենք սկզբից ինչով ենք լսվում այդ մարդու հանդեպ, բարկությամբ, անարդարության զգացումով ու ասում ենք ինչու ենք եկեղեցի գնում, ինչ իրավունքով, ինչ իր տեղը չի եկեղեցին, թող դուրս գա, սրբությունը չփչացնի։ Բայց իրականում այստեղ մեզ մի հատ դաս է տալիս առակը, որ մենք չպիտի նմանվենք այդ փարիսեցիներին, որ տրտնջանք ու մեղադրենք, դատենք, այլ պիտի առանց դատելու ընդունենք, որ այդ մարդիկ ապաշխարության կարիք ունեն, թե պետք է ասենք կարող է եւ իրենք այդ մտքով չի, որ գալիս են եկեղեցի, Աստված ամեն մեկի սիրտը անհատապես տեսնում է, մենք չէ որ պիտի դատենք։ Այստեղ Հիսուս հենց դրա մասին է ասում, որ մի դատեք։ Ու հետաքրքիր կերպով հենց այս առակ ամբողջ այդ իմաստներով, ամբողջ այդ ամեն տողի իր իմաստ ունենալով մեզ բերում է այդ գիտակցության։ Ու նաև մյուս գիտակցության, որ մենք ինքներս մեզ եթե նույնականացնում ենք մյուս կերպարների հետ, աննարակ որդու, կրսեր որդու կերպարի հետ, մենք չպիտի երբեք հուսահատվենք, չպիտի թեպետև ամենաընկած վիճակում լինենք, ամենախայտարակ վիճակում եղած լինենք, որ մտածենք, թե ես շատ մեղավոր եմ, ես եմ այդ մարդասպանը, գողը, ավազակը, ինձ համար չպիտի հուսահատվենք ու ասենք ինձ համար այլևս փրկություն չկա, այլ պիտի հասնելով թեկուզ ամենացածր կետին, որ պիտի ուտենք խոզերի կերակուրը ճակերտավոր ասված, պիտի ուշքի գանք, պիտի մտափոխվենք, մետանոյա գաղափարը, այսինքն ապաշխարության գաղափարը, պիտի ապաշխարենք, որպեսզի վերադառնանք մեր նախկին վիճակին։ Հիմա մեծ պահքն է, որ այդ վերադարձի ճանապարհի մասին է խոսում։ Դրախտավայրի փակ լինելը մեր առաջ ներկայանում է եկեղեցու վարակույրի փակ լինելով, որպես սիմվոլ։ Տուն վերադարձի ճանապարհը, այս 40 օրերի ճանապարհն է, որ վերջի վերջո գալով հասնելով
Ծաղկազարդին պիտի երկենք բաց մեզ Տեր շարականը, ասելով, որ Տեր բաց մեր առաջ ողորմության դուրը, երկնքի արքայության դուրը, որ փակվեց, որ քեզնով բացվեց մեր համար, կամ դու ես դուրը, ինչպես որ Քրիստոս ինքը ասաց։ Եվ հիմա մեր մտքերում, մեր հոգիներում այս 40 օրերի ընթացքում պիտի հենց այդ մտքով ինքներս մեզ նայենք ու քննենք, որ թեպետև ինչքան էլ մեղավոր լինենք, ինչքան էլ խորը մեղքերի մեջ, բայց միևնույն է անարակ որդու, կրտսեր որդու օրինակով մենք հնարավորությունը միշտ ունենք վերադառնալու եւ հայրը Աստված միշտ մեզ սպասում է հերվից թեկուզ նայում է մեզ, նայում է որպեսզի մենք վերադառնանք։ Կարող է այստեղ հարց առաջանալ, ինչու Աստված չի, ինչու հայրը չի գնում փնտրելու։ Այստեղ նորից վերադառնանք բանական եւ շնչավոր լինելու մեր հանգամանքին, որ Աստված մեզ ստեղծել է հենց այդպիսին, ստեղծել է ազատ կամք ունեցող բանական էակներ, որ եթե Աստված ինքը մեզ մեր կամքին հակառակ, եթե կարելի է այդպես ասել, ետ բերի, մենք չենք գնահատի ու չենք հասկանա, թե ինչպես եղավ դա։ Չնայած հենց այդպես էլ եղավ, կարելի ասել, ոչ թե մարդու կամքին հակառակ, այլ մարդու անտեղյակ լինելով կարելի ասել։ Քրիստոս ուղարկվեց աշխարհ, հայրը ուղարկեց որդուն աշխարհ եւ մարդիկ խաչեցին Քրիստոսին, չհասկանալով, որ փրկությունն էր եկել, որ փրկության դուրը իրենց համար բացվեց, բայց մարդիկ նորից հին մեղքերով լցված եւ ապաշխարության գաղափարը չհասկանալով չդարձան դեպի Աստված։ Այն առակի նմանությամբ, որ պատմվեց, երբ որ մեծահարուստը այգին հանձնում է իր ծառաներին ու գնում է այլ երկիր, ասելով, որ մշակեք այգին մինչև կամ, երբ որ գնում է այլ երկիր, պարբերաբար ուղարկում է ուրիշ ծառաներ, որպեսզի վերահասկեն, տեսնեն այգին պտուղ տվել է թե չէ, այդ ծառաներին սպանում են այդ այգու պահապանները, որպեսզի այգին վերջի վերջո մնա իրենց, եւ ապա ուղարկում է այդ մեծարուստի իր որդուն եւ այդ որդուն էլ սպանում են, ասելով, որ ժառանգը սա է, եթե իրան սպանենք ու այլևս ժառանգություն չունենա որևէ մեկին տալու, այս այգին էլ մեծ է հաստատ մնալու, նույնն էլ կատարվեց այդ իմաստով հրյա ժողովրդի մասին է խոսքը, որ կամ մարդկության կարելի ասել, որ մարդկանց ուղարկվեց մարգարեներ, տրվեց օրենք, չընդունեցին, վերջի վերջո ուղարկվեց Հիսուս աշխարհ, բայց մարդիկ Հիսուսին էլ չընդունեցին, էլ խաչեցին։ Հիմա մենք էլ Աստված իր քայլը միշտ անում է, միշտ մեզ կանչում է ապաշխարության, կանչում է նորից դեպի եկինք։ Մեր քայլը, մեր պարտավորությունը առաջ քայլ անելն է, դեպի Աստված վերադառնալն է, ապաշխարել։ Այս մի բառով մենք կարող ենք ասել, որ ամբողջ իմաստը արտահայտում ենք։ Եկեղեցին այդ խորհուրդը ունի, ապաշխարության խորհուրդը, որ բաղկացած է 3 մասից՝ զղջում, խոստովանություն, ապաշխարություն։ Զղջում, այսինքն զղջումը առաջի քայլն է, որ մարդը գիտակցում է իր մեղքը եւ զղջում է դրա համար, որ սխալ է արել, այո, սխալը տեսնում է եւ ասում է այո, սխալ եմ ես։ Բայց միայն այդ զղջումը բավական չէ, այլ պիտի խոստովանի։ Եթե ինքը թաքուն է պահում էդի, հա, զղջացի, ինքն իր առաջ խոստովանում է, բայց դա ոչինչ է, կարելի ասել։ Եթե ինքը չխոստովանի, քայլ առած չի լինի այդ սխալը ուղղելու համար։
այլ խոստովանությունն է կարելի ասել այդ երկրորդ քայլը, որ դնում է դեպի սխալը, մեղքը ուղղելու ուղղությամբ։ Եթե նայենք այն իմաստով, որ հիվանդություն եւ բժիշկ համատությունը տանելով մեղքը հոգու հիվանդությունն է, եւ եթե մարդը չգիտակցի, որ ինքը հիվանդ է, աշխարհիկ իմաստով ենք հասկանում, եթե ինքը չգիտակցի, որ հիվանդ է, չի էլ գնա բժշկի, չի էլ քայլ չի անի իր բժշկվելու համար, բայց երբ որ մարդը հասկանում է, որ հիվանդ է, հազում է, հրաշտում է, քիթոսում է կամ այլ որևէ հիվանդություն ունի, հոդերը ցավում են կամ այլ մի բան, որոշում է, որ այո, այդ հիվանդությունը ես ունեմ, խոստովանում է ինքն իր առաջ, ապա գնում է բժշկի մոտ, ասելով, որ այո, հիմա այս սիմպտոմներն ունեմ, ես հիմա հիվանդ եմ, ինձ բուժում տուր։ Անարակ որդու խոսքերը իշենք, ինչ եմ մտածում, ասում է, գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ, հայր, մեղանջեցի երկնքի դեմ ու քո առաջ։ Այսինքն խոստովանություն, որ ես մեղանջեցի, ընդունում եմ իմ սխալը, այո, հաճախ մեր համար դժվար է այդ խոսքերը նույնիսկ արտասանելը, որ ես մեղավոր եմ, մեր արդարության կամ մեր գոռոզության, ինքնագնահատականի մոլուսքը մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք այդ բառերը նույնիսկ արտասանենք, բայց խոնարհություն եւ ոնց ասեմ, համեստություն կարելի ասել եւ այդ գիտակցությունն է բերում, որ մենք պետք է դա անենք։ Գնալ եկեղեցի եւ քահանայի առջև, քահանայի հետ զրույցով, քահանայի հետ հանդիպումով խոստովանել մեր մեղքերը։ Եվ քահանան որպես Աստծո կողմից միջնորդ կարգված ժողովրդի եւ իր միջև իրավունք է ստացած, իրավունք մեղքերի թողության, որ ասում է ինչ որ թողնեք երկրի վրա թողնված կլինի երկնքում, ինչ որ կապեք երկրի վրա կապված կլինի երկնքում։ Այս խոսքը շատ մեծ խոսք է եւ շատ պատասխանատու խոսք է իրականում։ Բայց նաեւ իշխանության ցուցիչ է, որ օծումով քահանան օծումով, մյուրոնով, ձեռնադրության խորհրդով այդ իշխանությունը ստանում է։ Եվ այստեղ չենք կարող ասել, չենք իրավունք չունենք մտածելու, թե այս քահանան վատն է, իրավունք չունի մեզ թողություն տալու կամ ինքը ով է, որ մեզ թողություն տա։ Մենք խոսեցինք մատանիի մասին, չէ՞։ Մատանին կնիք ունի իր վրա։ Այդ կնիքը երբ որ դրվում է, չի երևում կնիքի վրայից, արդեն դրված կնիքի վրայից այդ մատանին ոսկի մատանի էր, թե փայտից մատանի էր կամ պլաստմասից մատանի էր։ Կնիքը դրված է եւ կնիքը բավերական է։ Հիմա քահանայի անձը ոսկի լինի, պլաստմաս լինի, փայտ լինի, ինչ լինի, կարևոր չի։ Սիմվոլիկ կերպով ասած, կնիքը վավերական է։ Ուստի եւ զղջում, խոստովանություն, ապաշխարություն, որը որ նաեւ կարելի ասել վճարում։ Վճարում բառը ոչ թե փողի իմաստով, այլ վճարում ասածը հատուցում։ Եթե մարդը գրիպով է հիվանդ, գրիպի դեմ բժիշկը հատուկ դեղեր է նշանակում, կոնկրետ դեղեր։ Եթե մարդը ուրիշ հիվանդություն է, կոնկրետ այլ դեղեր։ Հիմա ամեն մեղքի բուժման համար իր ճանապարհը կա, իր դեղերը կա։ Եվ քահանան այդ ուղղությունն է տալիս մարդուն, որպեսզի ինքը գնա այդ ուղղությամբ աշխատի եւ նաեւ այդպես փոխի իր հոգու վիճակը, մեղքը իր միջից հանի, մաքրի։ Հիմա եկեղեցում պատարագի ժամանակ կատարվում է ընդհանրական խոստովանություն։ Ընդհանրական խոստովանության ժամանակ սակավագը ընթերցում է մի աղոթք, որի մեջ որ թվարկված են բազում մեղքեր, այն մեղքերը, որոնք որ մարդը հակված է գործելու, անպայման չէ, որ գործած լինի, բայց հակված է գործելու։ Եվ
բոլոր ժողովուրդը ծնկած լսում է այդ աղոթքը իր մեջ իր ուղեղում իր մտքում խորհրդածելով մտածելով թե ինքը ինչ մեղքեր ունի գործած թեկուզ եւ կարող է ցուցակի միջից այդ մեղքը որ կարդացվի կամ ինքը լսի գիտակցի որ այո այդ մեղքը ես իսկապես ունեմ իմ մեջ ու զղջա խոստովանի այդպես ասած Աստծո առաջ լուր խոստովանի որով որ իրավունք նաև կամ հնարավորություն կունենա մոտենալու հաղորդությանը եւ հաղորդություն ճաշակելու մենք եթե նայենք այդ իմաստով դեղեր կան որոնք որ բոլոր դեպքերում իրենց լավ ազդեցություն ունենում են ցավազրկողներ օրինակ եթե մարդու մի տեղը ցավում է կամ ջերմություն ունի ինքը այդ տեղը առանց բժշկի խորհրդատվության առանց բժշկի ցուցումի կարող է առնել եւ ընդունել բայց եթե մարդը ունի կոնկրետ մի սպეციფიկ հիվանդություն որը որ պարասետամոլով չի բուժվում ինքը կարիք ունի այդ կոնկրետ դեղերի պիտի գնա եւ բուժումը ստանա կոնկրետ իր հիվանդության բaragային այդպես հարազատներ ջան այսօրվա թեման կարծեմ լայնածավալ էր շատ կարելի է խոսել սրա մասին շատ շնորհակալություն Տեր ջան ապրես դորանա Աստված տա որ իմ բոլորիս մտքերում այդ ապաշխարության գաղափարը որոշ իր սերմերը թողնի եւ կարողանանք վերհիշելով ամեն տարի այդ իմաստը վերանելով նորից վերադառնանք հասնենք Սուրբ Հարության տոնին վայելենք այդ ուրախությունը Սուրբ Հարության ամեն հարցեր հարց ու պատասխան երբեմն հարցեր որ տալիս ենք անպայման չի ինձ այս պատասխանը լսենք կարող է այդ հարցը տևելու ժամանակ քննարկման ընթացքում հարցի պատասխան ստանանք ասեք Կան հարցեր Ես քանի որ խոսքը մարգարեի է դա իրականում ավելի ճիշտ է կարծել որ հենց հոգեվրականներին է վերաբերում որովհետև ինչ է ասում քեզ դեդ կարգեցի այս ժողովրդի վրա քեզ պաշտոնի եմ կանչել որպեսզի այդ ժողովրդի հետ խոսես ժողովրդին ասես մեղքերը տեսնելով պատմես դրանց մասին չլռես որը որ մեծ պատասխանատվություն է նաև իհարկե բայց ավագին շաբթին է սա գալիս ավագին շաբթի օրը մի խոսք է ընթերցվելու քարոզի փոխարեն Սուրբ Բարսեղ Կեսարացու խոսքը հաղորդության մասին, որի մեջ որ Բարսեղ Կեսարացին շատ խիստ կերպով խոսում է, թե ինչպես պիտի մարդը մոտենա հաղորդության խորհրդին ու վերջում այսպեսի խոսք է ասում հիմա ես ձեզ ասեցի դուք արդեն լսեցիք ու գիտեք եւ իմ վրայից ձեր արյունը մաքրել եմ ձեր այսպես ասած ձեր արդեն ինչ որ գործեք դուք արդեն գիտակցաբար պիտի անեք գիտակցաբար ձեր արյունը ձեր գլուխը նույն այն իմաստն է որ Պիղատոսը իր ձեռքերը լվաց որովհետև ամեն ինչ կարծես ասած արեց որպեսզի չխաչեն Քրիստոսին Բարաբային առաջարկեց որ խաչեն իր փոխարեն ամեն ինչ արեց մի քանի անգամ ելավ ժողովրդի առաջ հարցրեց հաստատ ուզում եք որ այդպես լինի եւ վերջի վերջ ասեց ոնց ուզում եք ես իմ ձեռքերը լվանում եմ արդեն ինչ արեցի դուք արդեն գիտեք ինչ եք անում նույնն էլ այդ իր ասածով ժողովրդին էլ վերաբերվում եթե մարդը զգում է իր վրա այդպիսի պատասխանատվություն որ ինքը քրիստոնյա լինելով դիմացինին ուզում է օգնած լինել ինչու ոչ կարող է եւ այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ լավ կլինի որ վերցնի դիմացինին իր սխալը ցույց տա բայց դա պետք է մարդը խորագետ լինի որպեսզի այնպես ցույց տա դիմացինի սխալը որպեսզի հակառակ էֆեկտը չստանա դիմացինը չհակառակվի ասելով դու ինչ իշխանություն ունես ինձ այդպիսի բան ասելու դու
ով ես, որ ինձ այդպիսի բան ասես, օրինակ քահանային, եթե ինքը նույնիսկ հակառակվի էր, քահանան կարող է ասել այդ իշխանությունը որպես քահանա եմ ասում քեզ, ոչ թե որպես մարդ եմ ասում, այլ որպես քահանա եմ քեզ ասում։ Իսկ սովորական մարդ, եթե կողքի մարդուն ուզում է խրատել կամ օգնել կամ ինչ-որ մի ձև մաքրել, փրկել, պիտի այնպես ասի, որ որպես ընկեր, որպես հոգատար, հարազատ մի մարդ, բարեկամ մի մարդ, մարդուն կամաց համոզի, ոչ թե ասենք խիստ հանդիմանի, որպեսզի մարդը ավելի հակաճարի ու հակառակվի։ Դժվար է իհարկե, հա, դժվար է, խոսելը շատ հաճախ դժվար է, մարդու երբեմն մարդու ականջի հետ կարող ես խոսել, մարդը ականջով քեզ կլսի, բայց սրտով չի լսի, սիրտը կհակառակի քեզ, մարդու սրտի հետ չես կարող հաճախ խոսել։ Տիմոթեոսի նամակի մեջ ասում է եւ բոլոր նրանք, որ ուզում են Աստված պաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով հալածանքների մեջ պիտի լինեն։ Դա այն ժամանակվա հալածանքների մասն է, թե այսօր էլ արդիական է ասածը։ Այսօր էլ արդիական։ Ինչ հալածանքի մասին կարող է։ Հալածանք կարելի ասել են, որ դու ճշմարտությունը գիտես, Քրիստոսով ապրում ես, բայց գիտակցում ես, որ այդ Քրիստոսով ապրելը կողքից շրջապատի մեջ ծաղրի արժանանում, այո։ Օրինակ էդի կարող է լինել իմաստ, որպես շրջապատից քեզ վանում են, ասում են դու մեր հետ չես գալիս խմելու, ինչի չես գալիս խմելու, դե խմելը ասած մի քիչ բան էլի, երբեմն կամ այլ որևէ խմելը ամենամեղմ բանը ասեցի։ Կամ չես բարով չարախոսում, բամբասում, ծաղրում։ Չի ասենք մեր հետ չես էլի, երբեմն իրենց հետ լինելը, շրջապատի հետ լինելը, դե մարդու պետք է, որ մարդը սոցիալական էակ է, որ շրջապատի կարիք ունի և հալածանք իմաստով ինքը իրեն չի ուզում զրկած լինել այդ շրջապատից, չի ուզում կտրվել այդ շրջապատից, բայց իր մեջ բախումն է երկու բևեռների, մեկ ուզում է Աստծո հետ լինել, մեկ ուզում է շրջապատի հետ լինել, որ իրեն չի ընդունում, հալածում է, կարելի ասել, և մարդը որոշման մեջ է, թե ինչպես վարվի, բայց այստեղ շատ կարևոր մի բան կա, որ մենք Աստծո հետ լինելը գերադասող պիտի լինենք ու ոչ թե այն իմաստով, որ մերժենք մեր շրջապատում միայն Աստծո հետ լինենք, այլ Աստծո հետ լինելով այդ Աստծո ներկայությունը բերենք մեր շրջապատ, փոխենք մեր շրջապատը մեր վիճակով, ասենց ասած էլի։ Հիմա օրինակ հալածանք չի, որ նույնականացման քարտ են տալիս, այդ քարտն է ստիպում կենսաբանական թե կենսա։ Դրա մեջ հոգևոր վտանգ չկա, չէ՞։ Հոգևոր վտանգ։ Օրինակ բացատրեք դե ինչպես է որ վտանգ կա։ Իսկ այդ բանի հալածանքի պահ այդ ուր մնաց, որ ասում է աղավնիների նման խոնարհ ու հեզերեք, բայց օձերի նման խորագետ, չէ՞։ Այսինքն եթե իրականում քրիստոնյան այդ խորագիտությունը ունենա, էլի կենթարկվի հալածանքի, թե все-таки բնական է որովհետև ամենախորագետը Քրիստոսն էր, ամենախորագետը ամենաիմաստունը վարդապետը, բայց հենց Քրիստոսին հալածեցին, Քրիստոսին չընդունեցին, Քրիստոսին խաչեցին, եւ Քրիստոսը զգուշացնում է, որ եթե իմ հետևից եք գալու, նույն բաները ձեր հետ են անելու։ Ձևով էլ ձեր հետ են վարվելու։ Թեկուզ եւ խորագետ լինես, բայց միևնույն է, այդ խորագիտությունը քեզ չի փրկի, բայց պետք է որ խորագետ լինես էլի։ Ինչու պետք է արտահայտի խորագիտությունը։ Խորագիտությունը նաև այն բանը, որ մի քիչ առաջ էլ ասեցի, դու քո ընկերոջ հետ խոսելիս չպիտի այնպես խոսես, խորագիտությամբ պետք է մտածես բառերը ընտրես, որպեսզի քո ընկերոջը շահես, ոչ թե կորցնես։ Շահես, ոչ թե կորցնես։ Իսկ խորագիտությունը երբ չի օգնի, մեջտեղում ինչ-որ միտք ուղղակի չլսեցի, երբ չի օգնի։ Հարցը այն է, թե եթե մարդը խորագետ լինի, կհալածվի, միևնույն է, թե չի հալածվի։
ասում եմ, որ խորագիտությունը չի փրկի քեզ հալածանքից, չի օգնի։ Բայց պաշտպան կփրկի ոնը լուծում կօգնի լուծում տալ ոնը երևի թե։ Չէ՞։ Այո, բայց միևնույն է մենք մարդկային խորագիտությամբ երբեք այն մակարդակի չենք կարող հասնել, որ դիմացինի հոգին, սիրտը ամբողջովին հասկանալով լրիվ խորագիտությամբ իրեն շահելու բառեր արտասանենք, այլ երբեմն կարող է ինքը միևնույն է քար սիրտ լինի ու մեզ հարազի։ Ձեր հայր, հիշեցի ինչ է ուզում հարցնել, Հիսուսը եկավ մեր փրկության համար, խաչելությունը օգնեց ավելի օգնեց քրիստոնեության տարածմանը։ Այսպեսի մի երբ որ ինչ-որ մի բանի դեմ պայքարում ես, դու ուժեղացնում ես։ Ես կարծում եմ, որ Հիսուսը ինքը գնաց կետ կա, ոչ թե Քրիստոս հատուկ մտածված, որ գնամ խաչվեմ, որպեսզի ավելի լավ տարածվի, ոչ թե պես արեց, շովինիզմ կլինի կամ այսպես ասած մարդահաճություն կամ մի խոսքով օգտագործել այդ հանգամանքը կլինի, այլ Քրիստոս ինքը նույնիսկ պարտեզում պարտեզյանի ինչ էր Գեցսեմանեի պարտեզում աղոթում էր ասելով հայր, եթե հնարավոր է այս բաժակը թող հեռանա ինձանից, բայց եթե քո կամքն է, թող այդպես լինի, ինչպես որ քո կամքն է։ Եվ վերջի վերջը այդպես էլ եղավ, Աստծո կամքով եղավ խաչելությունը, այսինքն բաժակը չհեռացավ, բայց միտքը ոչ թե այն էր, որ ավելի լավ տարածվի, այն էր, որպեսզի Քրիստոս մահվամբ ամենադաժան մահը նույնիսկ կրելով, այսպես ասած, իր վրա վերցնի ամենակատարյալը, կատարելության մինուսավոր աստիճանը որ կա, ինձ ասած էլի, որ դրանով իսկ փրկի աշխարհը էլի։ Գինն էր երևի, հա, այդ ամենի գինը, մարդկության փրկության գինը խաչելությունն էր գուցե։ Հա, այլ է։ Որտեղ մեր կյանքում էլ շատ բաներ օրինակ որոշ բաներ տրվում են։ Այսպես մի գաղափար կա, չէ, որ չգիտեմ որքանով է իրականության հետ համապատասխան կամ ճիշտ, բայց այսպիսի միտք կա ամենայն դեպս, որ եթե մարդը մահանում է շատ ծանր մի հիվանդությունից կամ մի չլսված մի բանից կամ հանկարծակի մի բանից, ասում են, այդ ինչ էր արել, ինչ մեղքի մեջ էր եղել, որ այդպիսի մահով մահացավ։ Եթե մարդը սովորական մահով մահանում, ուրեմն երանելի մահ էր, ուրեմն հա, ապրելա խաղաղ, ապրելա այնպես եւ մահացել այնպես, ինչպես ապրելա կարելի ասել։ Բայց երբ որ մարդը այնպեսի վիճակում է մահանում, որ դաժանության ատրիբուտկա մեջ է կամ բան եւ այլն, ասում են այդ ինչ էր արել, որ տենց բան կատարվեց իր հետ։ Հիմա, հա, եւ եթե այդպես այնք այդ իմաստով Հիսուս ամբողջ աշխարհի մեղքը վերցրեց իր վրա եւ խաչելության այդ ամենադաժան մահով այդ մեղքը մաքրեց։ Որպես միտք, այդպես կարելի է տոնել, մտածելու առարկա։ Իսկ դուք հիմա որտեղ եք ծառայում, Տեր այր, ու մեկ էլ նախկինում որտեղ էիք։ Երկու խոսք ասեք։ 2018 թվականին դրամատրվեցի քահանա ու առաջի իմ համայնքը առաջի նշանակումը հենց եղավ Հոլանդիա։ Հոլանդիայի Մաստրիխտ քաղաք։ Մաստրիխտ։ Այդ Ալմելոյի մոտ է։ Չէ, Ալմելոյից մոտ 200 կիլոմետր հեռու է։ Դեպի հարավ, դեպի ներքև, Բելգիայի սահմանին է գտնվում։ Հիմա ես երկար սպասեցի եւ մոտ 4 տարի Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում եմ ծառայում։ Այս ժամանակավոր որպես կարելի ասել։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ Եղեցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, եղեցին կամք քո, որպես եկինս եւ եկրի, ըսած մեր հանապազորդ, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոս սպարտականած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, Սիկո արքայություն, եզորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Օրնյալ եւ երուկիշներասը փոխվում, եթե խաղաղությամբ եթերը մեր Հիսուս Քրիստոս, եղեցի ընձես ընդամենեսյանը, ամեն։